Բարև ձեզ հարգելի անդամներ, ինչպես պայմանավորվել ենք խորհրդի ժողովի ժամանակ, մենք հետևողականորեն զբաղվում ենք առաջադրված խնդիրներով, կխնդրեի ներկայացնենք վերջին մեկ շաբաթվա տարված աշխատանքների արդյունքները, խնդրեմ Օրիոտ Լազարյան։ Շնորհակալ եմ, նախաձեռնության հարգելի անդամներ, ամփոփ ներկայացնեմ մեր կատարած աշխատանքների, ստացած բողոքների ու տեղեկությունների արդյունքները։ Կոռուպցիոն դրսևորումների մասին տեղեկությունների քանակը 6-ն է, հակահամաճարակային կանոնների խախտումները 18, մեքենաների խլացուցիչների բողոքների թիվը 14 է, գիշերային հրավառության 3 դեպք կա արձանագրված, ընդ որում քաղաքացին, ով հայտնել է դեպքերից մեկի մասին, նշում է, որ գրեթե ամեն օր այդ վայրում հրավառություններ են տեղի ունենում։ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերի թիվը 40-ից ավելի է, այս պահի դրությամբ։ Թվերը անընդհատ փոփոխվում են։ Ապօրինի շինարարության դեպքերի մասով այս պահին ունենք 26 բողոք, առայժմ այսքանը։ Շնորհակալություն Օրիոտ Լազարյան, պարոն Մովսիսյան, խնդրեմ ներկայացնեք կոռուպցիոն դրսևորումների մանրամասները։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, իրականում տեղեկություններն ավելի շատ են, սակայն բողոքների մի մասը վերաբերվում են միջհեղափոխական շրջանին։ Ինչ վերաբերում է այս ժամանակաշրջանին, ապա այո, ինչպես նշեց Օրիոտ Լազարյանը, ունենք 6 դեպք, որոնցով հիմա զբաղվում ենք, դրանցից 4-ը պետական կառավարման համակարգում են, 2-ը մասնավոր սեկտորում։ Վերջին 2-ի առումով կարող ենք ասել, որ ոչ միայն խոսքը գնում է կոռուպցիայի մասին, այլ նաև դրա արդյունքում ըստ երևույթին հարկերից խուսափելու ցանցային սխեմայի գործում, որով էական վնաս է հասցվում պետությանը։ Պարոն Արիստակեսյան, մենք ունենք դեպք բենզալցակայանների հետ կապված, երբ ՀԴՄ կտրոն տրամադրվում է ԱԶ-ի անունից, խնդրեմ մանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը։ Այո, պարոն Ստեփանյան, դա արվում է, ինչպես տեսեցիք, Անա Ձեռներեցի անունից, ավելի ճիշտ մի քանի Անա Ձեռներեցներով, որպեսզի խուսափեն իրական հասույթը ցույց տալուց եւ հետեւաբար ավելացված արժեքի հարկ եւ շահութարկ վճարելու փոխարեն տնտեսվարողները բիզնեսը տրոհում են եւ հարկում շրջանառության հարկով։ Ինչը ասեմ ձեզ, շատ էական վնաս է հասցնում պետությանը։ Իրականում խոշոր հարկատուներից ոմանք հենց այդպիսի կոռուպցիոն սխեմաներով են գործում։ Պարոն Արիստակեսյան, այս գործով ինչ միջոցներ են ձեռնարկում։ Կոռուպցիոն դրսևորումների եւ հարկերից խուսափելու մասին տեղեկացրել ենք համապատասխան գերատեսչություն, իրենց ենք տրամադրել մեր ձեռքում հայտնված ոչ տեղեկատվությունը հնքելը։ Այս հարցով պետք է հետևողական լինենք։ Պարոն Բրուցյան, ՀԴՄ կտրոնների վերաբերյալ կխնդրեմ, որպեսզի ասեք ինչ իրավիճակ ունեն։ Նախաձեռնության հարգելի անդամներ, ՀԴՄ կտրոն չտպելու, չտրամադրելու կամ սխալ ՀԴՄ կտրոն տալու դեպքերը շատ են։ Ինչպես նշեց Օրիոտ Լազարյանը, մենք ունենք փաստարկված մոտ 40 դեպք։ Այստեղ խնդրեմ մեր սիրելի հայրենակիցներին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ տնտեսվարողները հաճախ տալիս են ՀԴՄ կտրոն, վրան այլ գումար նշված կամ այլ ժամի տպված։ Այսինքն ունենք դեպք, օրինակ ավտոկայանը տեղում ՀԴՄ կտրոն տվել են նշելով 20 դրամ, մինչդեռ վճարվել է 200։ Պարոն Լազարյան, որպես ոլորտի մասնագետ կխնդրեմ առողջապահության ոլորտից ներկայացնեք ստացված տեղեկությունները։ Հարգելի գործընկերներ, կան դեպքեր, երբ հիվանդանոցներում մատուցված ծառայությունների դիմաց բուժ անձնակազմի աշխատակիցները գումարը պահանջում են արձեռն, առանց որևէ վճարումը հիմնավորող փաստաթուղթ տրամադրելու։ Մի քանի դեպք կա, որ չարորակ նորագույացությունների համար կառավարության որոշումով պետության փոխհատուցումից բացի բուժ անձնակազմը պահանջում է քաղաքացուց արձեռն հավելյալ գումար վճարել։ Տիկին Քոսյան, խնդրեմ ներկայացրեք հակահամաճարակային կանոնների խախտումների, հրավառությունների եւ գիշերային աղմուկի մասին ինչ ունենք։ Հակահամաճարակային կանոնների խախտումների դեպքերը տեսանյութով արձանագրված 18-ն են, սակայն խնդիրը կրում է համատարած բնույթ առավելապես մարզերում։ Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ բացի փոքր խանութներից ունենք դեպքեր նաև ցանցային սուպերմարկետներում, երբ համաճարակային կանոնները խախտվում են թե սուպերմարկետի աշխատակիցների եւ թե հաճախորդների կողմից։ Մեքենաների խլացուցիչների առումով հայտնաբերման դեպքեր միայն Երևանից տեղեկություններ ունենք։ Ընդհանուր բողոքների թվից տեսանյութերով փաստարկված 6-ն է։ Բողոքների մեծ մասը Երևանի կենտրոնից է։ Սրանք կցանկանամ նաև հավելել, որ Երևանում ուշ ժամերին, հատկապես փոքր կենտրոնում, աղմուկը շատ է, ինչը հիմնականում պայմանավորված է փողոցային սրճարանների եւ այլ առևտրային կետերի գործունեությամբ։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն։ Պարոն Խանդիլյան, ապօրինի շինարարության հետ կապված կխնդրեմ ներկայացնեք ինչ իրավիճակ է։
այս պահին։ Շնորհակալ եմ։ Նախ եւ առաջ ուզում եմ հիշեցնել, որ սա մեր մեկ շաբաթվա աշխատանքային արդյունքներն են։ Վստահ եմ, որ մենք տպավորիչ արդյունքներ կցուցաբերենք, եթե տեմպը պահենք։ Ինչ վերաբերում է ապօրինի շինարարություններին, մենք այստեղ այլ մոտեցում ենք որդեգրել եւ սկսել ենք ինքներս շրջել եւ ստուգել։ Մշտադիտարկումը սկսել ենք Երևան քաղաքից։ Այս պահին լուրջ մտահոգություններ կան Աջափնյակ համայնքում, բազմաթիվ շինություններ են կառուցվում եւ Թաղապետարանը չի կարողանում վերահսկել դա։ Մարտիկ արդեն դուր պատուհան են տեղադրում, Թաղապետարանը դեռ նոր է նկատել, որ շինարարություններ է արվում։ Շնորհակալ եմ, պարոն Խանդիլյան։ Սա իրոք պետք է մնա մեր մշտադիտարկման ներքո։ Դե ինչ, եկեք արձանագրենք, որ մեր շաբաթվա ընթացքում մենք տասնյակ ապօրինությունների մասին փաստարկված եւ տեսաձայնագրված տեղեկություններ ենք ստացել։ Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը առնվազն լավ չի գործում։ Մեր նպատակն է օգնել կառավարությանը ավելի արդյունավետ աշխատելու համար։ Փաստ է, ինչպես բազմիցս ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, համակարգը դիմադրում է եւ մենք կկոտրենք այդ դիմադրությունը։ Բոլոր արձանագրված խախտումների վերաբերյալ պետք է դիմումներ ներկայացվեն համապատասխան գերատեսչություններ։ Մենք ուշով հետևելու ենք ընթացքին։ Թող փորձի մեկը մատերի արանքով նայել բարձրաձայնված խնդիրներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնության բոլոր անդամներին կատարված աշխատանքների համար։ Հարկավոր է տեմպը պահել, մեր գործողությունները պետք է կրեն շարունակական բնույթ, մասշտաբները պետք է հասցվեն այնպիսի մակարդակի, որ ներգրաված լինեն հանրության լայն շրջանակները եւ ի վերջո ողջ հանրապետությունը։ Շնորհակալ եմ։